Ավետարան ըստ Մարկոսի 4 Սերմնացանի առակ Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մոտ, և նրա շուրջը խռնվեց բազում ժողովուրդ, այնպես, որ նա մտավ ու նստեց մի նավակի մեջ, ծովի վրա, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը, և նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում, և նրանց ասում իր քարոզության մեջ. Լսեցեք, ահավասիկ մի սերմանող սերմանելու ելավ, և պատահեց, որ սերմանելու ժամանակ սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզերքը, և թռչունները եկան ու կերան այն, ուրիշ մի մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և շուտով բուսավ, որովհետև հողը խորը չէր, բայց երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, փշերը բարձրացան և խեղդեցին այն, և պտուղ չտվեց, իսկ մի ուրիշ մաս էլ ընկավ լավ հողի վրա, բուսնելով աճեց ու պտուղ տվեց, մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 և մեկի դիմաց 100, և ասում էր. Ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Սերմնացանի առակի մեկնությունը։ Եվ երբ առանձին մնաց, նրա շուրջը եղողները աշակերտների հետ միասին հարցրին նրան այս առակի մասին, և նրանց ասաց. ձեզ է տրված իմանալ Աստծու արքայության խորհուրդները, բայց նրանց համար, որ ձեզնից դուրս են, ամեն ինչ առակներով կլինի, որպեսզի նայելով հանդերձ չտեսնեն և լսելով հանդերձ չիմանան, որ միգուցե երբևէ դարձի գան և իրենց ներվի։ Եվ ասաց նրանց. այս առակը չեք հասկանում, ապա ինչպես պիտի հասկանաք բոլոր առակները։ Նա, որ սերմանում է, Աստծու խոսքն է սերմանում։ Ճանապարհի եզերքին սերմանվածները այն մարդիկ են, որոնք լսում են խոսքը, և սատանան գալիս է և դուրս է հանում նրանց սրտերի մեջ սերմանված խոսքը։ Ապառաժի վրա սերմանվածները այն մարդիկ են, որ երբ լսում են խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում են այն, և որովհետև իրենց մեջ արմատներ չունեն, այլ մի որոշ ժամանակի համար են, երբ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է վրա հասնում, իսկույն գայթակղվում են։ Իսկ նրանք, որ սերմանվեցին փշերի մեջ, այն մարդիկ են, որ լսում են խոսքը, սակայն այս աշխարհի հոգսերը և հարստության պատրանքները ներխուժում ու խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ Եվ լավ հողի մեջ սերմանվածները այն մարդիկ են, որ լսում են խոսքը և ընդունում ու պտուղ են տալիս, մեկի դիմաց 30, մեկի դիմաց 60 և մեկի դիմաց 100։ Այլ առակներ։ Եվ նրանց ասաց. միթե ճրագը բերվում է ուկացայի կամ մահճի տակ դրվի, չէ որ աշտանակի վրա է դրվում, արդ ծածուկ բան չկա, որ չհայտնվի, և գաղտնի բան չի եղել, որի հայտ չգա, թե մեկը լսելու ականջ ունի, թող լսի։ Եվ նրանց ասաց. զգույշ եղեք, թե ինչ եք լսում, և ինչ որ լսում եք, ավելին կտրվի ձեզ, ինչ չափով որ չափում եք, նույնով Աստված պիտի չափի ձեզ համար։ Ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցվի, ինչ էլ որ նա ունի։ Եվ ասում էր. այսպես է Աստծու արքայությունը, որպես թե մի մարդ հողի մեջ սերմեր ցանի, և նա ննջի, թե վեր կենա, գիշեր և ցերեկ սերմերը կբուսնեն ու կաճեն, և նա չի իմանա, թե հողը ինքն իրենից բերք է տալիս, նախ խոտը, ապա հասկը և ապա ատոկ ցորենը հասկի մեջ։ Սակայն երբ սերմը իր պտուղը տա, իսկույն մանգաղ է ուղարկում, որովհետև հնձի ժամանակը հասել է, և ասում է. ինչի նմանեցնենք Աստծու արքայությունը կամ ինչ,
օրինակով ներկայացնենք այն։ Նման է մանանեխի հատիկին, որը երբ սերմանվում է հողի մեջ, ավելի մանր է լինում, քան երկրի վրա եղող բոլոր սերմերը։ Իսկ երբ սերմանվի, բուսնում և լինում է ավելի մեծ, քան ամեն տունկ և արձակում է մեծ ջուղեր, այնքան, որ երկնքի թռչունները նրա հովանու տակ կարող են բնակվել։ Եվ այնպիսի առակներով էր նրանց ասում խոսքը, որ կարողանային հասկանալ, և առանց առակի նրանց հետ ոչինչ չէր խոսում, բայց իր աշակերտների համար առանձին ամեն ինչ մեկնում էր։ Փոթորկի խաղաղեցումը։ Այդ նույն օրը երեկոյան դեմ աշակերտներին ասաց. «Եկեք անցնենք ծովի մյուս կողմը»։ Թողնելով ժողովրդին, նրան իրենց հետ տարան նավակով, ինչպես նաև մյուս նավակները, որ նրա հետ էին, և մեծ հողամրրիկ բարձրացավ, ու ալիքները նավակի մեջ էր թափում, այնպես որ նավակը գրեթե լցվում էր, իսկ ինքը նավախելի կողմը բարձի վրա ննջում էր։ Նրան արթնացրին և ասացին. «Վարդապետ, քեզ համար բնավ հոգ չէ, որ ահա մենք կորչում ենք»։ Եվ նա, արթնանալով, սաստեց հողմին և ասաց ծովին. «Դադարիր, լռիր»։ Եվ հողմը դադարեց, ու մեծ խաղաղություն եղավ։ Եվ նրանց ասաց. «Ինչու այդպես վախկոտ եք, դեռևս հավատ չունե՞ք»։ Եվ նրանք սաստիկ վախեցան և միմյանց ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ թե՛ հողմը, թե՛ ծովը հնազանդվում են սրան»։